Բաքվի հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30 ընկած ժամանակահատվածում հայկական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը նաև հիշեցրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկի մասին, ինչին մինչև օրս Բաքուն չի արձագանքել։ Դեռ վաղ է խոսել Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին, սակայն առաջին քայլերը հնարավոր են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, թե մի շարք նախաձեռնություններ առաջարկվել են Բաքվին վրացի գործընկերների կողմից, ինչին դրական են պատասխանել, սպասում են Երևանի արձագանքին։ Օրինակ, լրագրողների փոխայցելություններ, անդրսահմանային գետերի շահագործման հարցում համատեղ քննարկումներ եւ այլն։ Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը իբր իր ագրեսիայի ու օկուպացիայի պատճառով զրկվել է տրանզիտ երկիր լինելու հնարավորությունից։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսին, կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայգերիների ազատ արձակումը եւ ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը, պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Նամակը նախաձեռնվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու հայտարարությունների ֆոնին, որից հետո գործընթացը կանգ է առել Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ քաշելու պատճառով։ Նամակում կոնգրեսականներն ընդգծել են ԱՄՆ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը կանխելու հետընթացը խաղաղության գործընթացում եւ ճնշում գործադրելու, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին։ Նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը $500 միլիարդ է կորցրել։ Ըստ Forbes-ի Թրամփի կարողությունը $4.7 միլիարդից հասել է $4.2 միլիարդ։ Իրեն պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքների անկման հետևանքով։ Նրա ամենաթանկ ակտիվներից մեկի Trump Media and Technology Group-ի արժեքը վերջին 3 առևտրային օրվա ընթացքում նվազել է 8%-ով։ Ապրիլի 3-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին, պարզաբանելով, թե 10-ից մինչև 50% մաքսատուրքերի սահմանումը կօգնի վերադարձնել ԱՄՆ-ի կորսված արդյունաբերական հիմքը, որը նրա կարծիքով թուլացել է առևտրի ազատականացման պատճառով։ Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ Ըստ նրա, այս պատերազմում Չինաստանը Ռուսաստանի հիմնական հանցակիցն է, մատակարարում է երկակի նշանակության ապրանքների գրեթե 80%-ը, որոնք Ռուսաստանին հարկավոր են պատերազմը շարունակելու համար։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Նրա հավաստմամբ օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Ամբերտո թեւութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը։ Ռուս-վրացական սահմանին վերին Լարս անցակետ տանող Ստեփան-Ծմինդա Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։